Բարև, այսօր առաջարկում եմ ոչ բարդ մթերքներով պատրաստել տոնական կերակուր։ Պատրաստելու ենք ռուլետ ջեռեփուկ։ Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է նուշ, ձու, ալյուր, սխտոր, գլուխսող, մաղադանոց, տավարի աղացած միս, պանիր, պարմեզան, միգուցե սա է մի փոքր բարդ, կարելի է այն փոխարինել, աջիկա, լոլիկի մածուկ, չոր ռեհան, կարակ, աղացած կարմիսե պղպեղներ, աղ, ձիթայուղ և բուսայուղ։ Սկսենք խմորից։ Խմորը պատրաստելու համար հարում ենք ձվերը։ Նախքան ձվերը հարել եմ, քանի որ նուշը պետք է կլպենք և բովենք, նրա վրա լցնում ենք տաք ջուր, որպեսզի հեշտ լինի այն կլպել։ Լցնում ենք տաք ջուր, թող մնա։ Եվ սկսենք խմորը պատրաստել։ Երկու ձվին ավելացնում ենք կես թեյի գթալ աղ, հարում ենք, լավ հայելուց հետո մի փոքր գոլ ջուր ենք ավելացնում վրան։ Եվ հանգիստ թողնում ջրիկ զանգվածը։ Իսկ հիմա կնախապատրաստենք խմորի, կարելի ասել, պինդ մասը։ Վերցնում ենք սիրելի ամանը, մաղում ենք ալյուրը, այստեղ էլ մի պտղունց ենք ավելացնում։ Հարմար է այդ ամանը։ Հա, սա հարմար ամանն է։ Մի տեսակ վերջերս սիրելի ամանը թաքնվում է, հետո հայտնվում է, այդպես, տարօրինակ է, բայց փաստ է։ Այնուհետև սենյակային ջերմաստիճանի կարագը, պատառակ հաղ ենք վերցնում և կարագը տրորելով ստանում ենք յուղոտ փշուր։ Պես ստացանք յուղոտ փշուր։ Հենց այս պահին ավելացնում ենք ջրիկ զանգվածը խմորին և հումցուն խմոր։ Սկսենք հումցել ձեռքերով, մի փոքր էներգետիկա հաղորդենք խմորին։ Այդ ընթացքում կարծում եմ դու նուշը կմաքրես։ Տես արդեն փափկել է և շատ հեշտ է, շատ հեշտ։ Մաքրի հետո որ բովենք։ Շատ լավ հումցելուց հետո գունդ ենք անում և սննդային թաղանթի մեջ կամ կարելի է տոպրակի մեջ գցել։ Սա էլ է տարբերակ։ Ինչ ենք դա անում։ Որ չչորանա։ Հա, որպեսզի օդի հետ շփվի և չչորանա խմորը։ Թող հասունանա մոտ 30 րոպե։ Անցնենք խճողակին։ Նուշը կկլպես, հետո կբովենք։ Իսկ հիմա գործ ենք դնում սիրելի ամանը։ Գցում ենք տավարի աղացած միսը։
Տախտակի վրա մանրացնում ենք մաղադանոսը եւ սխտորը միասին։ Մաղադանոսը։ Եվ սխտորը։ Եվ միասին շարունակում ենք մանրացնել։ Արդեն բույրը հետաքրքիր է, համաձայն ես։ Սխտոր եւ մաղադանոսի բույրը շատ լավ։ Քեչով անցկացնում ենք սոխը կամ կեսը սրա։ Սոխը կծու է և արցունքները անխուսափելի են։ Երջանկության արդյունքներն են։ Չգիտեմ, միգուցե դու ճիշտ ես։ Սա այսպես, քեչով անցկացնում ենք պարմեզան պաների կեսը։ Կեսը թողում եմ, հետո օգտագործել ենք վրայից։ Սա արեցինք, նա արեցինք, համեմ ենք աղով և պղպեղներով։ Չորացրած ռեհանը, տրորում ենք վրան։ Չողները դեննետ ենք մնաց լոլիկը և աջիկան, լոլիկի մարծուկը և աջիկան։ Եվ իհարկե նուշը, չեմ տեսնում նուշը։ Ծանր է գնում։ Լավ, ես հումցեմ, մինչև դու կկլպես նուշը։ Հարկավոր է լավ հումցել։ Մի փոքր ձիթայուղ ենք ավելացնում։ Ձիթայուղ։ Խոսք է դրել։ Բայց ոնց կեսը մնաց դրա։ Լեբերան բացել եմ։ Նե։ Բովում ես դա և հարիչով մի փոքր հարում։ Ես եմ բովում։ Դու ես բով։ Օ հրաշ, օ։ Չեմ կտրտում բովեմ։ Չէ, հետո հարիչով կանես, կմանրացնես։ Սկզբից բովի, որտև հիմա թացենը, չի մանրանը։ Կարամ սենց ձևերով անեմ, թաթերական մի քիչ լինի։ Այո։ Շնորհակալություն։ Կարող ես բանաստեղծություն, կարող ես բարևներ հղել օվկիանոսից այն կողմ։ Մեզ այնտեղ էլ են նայում օվկիանոսից այն կողմ։ Այն կողմ։ Այն կողմ։ Հասա օվկիանոսից այն կողմ։ Այն կողմ Ահա, օվկիանոսից։ բոլորին բարևիր։ Ձեզ բարևներ։ Բարևներ, բոլորին։ Լավ է։ Պես ինչ ենք անում, այսպես միսը լավ ծեծում ենք։ Լավ է։ Հոպա։ Նեղացնում ես։ Հարել է պետք։ Հարել։ Մանրացնել է պետք։ Մանրացնեմ։ Հա, մանրացնեմ, հետո հարեմ, թե հարեմ, հետո մանրացնեմ։ Մանրացրու տուր ինձ։ Մանրացնեմ քն։ Հա, հասկացա։ Սրանով։ Դրանով։ Սրանով։ Դրանով։ Հարց չկա։ Չի հալեցնի։ Ոչ։
Որքան միսը լավ հումցեք, այնքան ավելի համեղ կստացվի։ Աբրակադաբրա։ Մի փոքր էլ, արա։ Ավելի որ դանդաղ։ Կա ավելի արագ արա։ Ավելի արագ, ահա։ Վերջ։ Դուր։ Բացիր եւ լցրու վրան, մսի։ Տես ինչ դառա։ Դուր։ Սա վերցրու, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այս ժամանակները բալը թանկ է, պիտի մի քիչ ուկերնում են։ Ես կարամ սղանը մի քիչ հավաքեմ, որպես հարմար լինի։ Այս կողմից խմորը թողնում ես, Այո։ մնացածը հավաքում ես եւ պարմեզան պանիրը չթրցնես սեղանից, այն դեռ պետք է։ Մնում է։ Այո, դեռ պետք է։ Հաստատ մնում է։ Այո, տախտակը կարող ես վերցնել, չէ տախտակը թող մնա։ Իսկ սող։ Տար։ Միսը թող մնա հանգստանա, թող։ Ամասում ասար։ Միսը հանգստանում է, հարկավոր է խմորը բացել։ Շատ լավ խմոր է ստացվել։ Խմորը լավ բացելուց հետո խճողակը քսում ենք վրան։ Խճողակը քսում ենք վրան։ Մեծ լամաջույր է ստացվում։ Հա, մի տեսակ ճիշտ ես ասում։ Սեք նման է մեծ լամաջույր։ Եթե խճողակը քիչ պինդ է ստացվել, չի քսում, կարող եք ջուր ավելացնել, հումցել եւ շարունակել ձեր գործը, որպեսզի լավ քսվի։ Վերջ։ Քսելուց հետո հարկավոր է ռուլետ փաթաթել։ Եվ այսպես խաթաթ։ Եզրերից ամրացնենք։ Եվ կտրատել ենք, բայց նախքան կտրատելը նախապատրաստենք այն ամանը, ինչի մեջ ջերմային մշակման ենք ենթարկելու ռուլետը։ Վերջում ջեռոցի թափանցիկ յուղում ենք բուսայուղով
Սա մեզ պետք է, սա մեզ պետք չէ։ Եվ սկսենք կտրատել։ Տեսեք, կտրատելուց հետո այսպես կտրվածքով դեպի վեր շարունակ։ Ծավալով մեծանալու է ռուլետը, դրա համար շատ մոտ չենք դնում։ Ասացի կիպ չենք դնում, բայց դրեցինք։ Ոչինչ, այսպես բարձրանա վարդերի նման։ Վրան լցնում ենք ջուր, վերցնում ենք ջուրը, մի փոքր աղ ենք ավելացնում, ստանում ենք մի խոսքով թույլ աղաջուր։ Եվ լցնում ենք այնքան, որ կիսով չափ ջուրը բարձրանա, ոչ ավել։ Շատ լավ է։ Վրա այս պարմեզան պանիր դեռ չենք անում, դեռ շուտ է։ Վրան ալյումինաթուղթ ենք կռում։ Խաշվի հետո, դրանից հետո վրան կանենք պարմեզան պանիր, որպեսզի գեղեցիկ կեղև կապի։ Ջեռոցը միացնում ենք 200 աստիճան, ժամանակը 40 րոպե։ Քառասուն րոպեից հետո կհեռացնենք ալյումինաթուղթը, վրան կդնենք պարմեզան պանիր և կդնենք ջեռոցը մինչև կեղև կապի, գեղեցիկ։ Ահա, և գեղեցկություն, ապա մի տես, սպիտակ բարձերի շարան, վրան պարմեզան պանիր ենք քերում, Ես մնաց ընդամենը սա վերադարձնել ջեռոց, սա քեզ վերցրում, չասես չտվեց։ Ուրա, ապրեք։ Հենց պանիրը հալվեց, մի փոքր կարմիր կեղև կապեց, հանում ենք և մատուցում։ Թողնենք, կարծում ևս 10 րոպե։ Նախապատրաստենք ափսե, որով և կմատուցենք։ Սա կարծում եմ վատ չի։ Տեսակ թե սովորական մթերքներից ինչպես են պատրաստում տոնական կերակուր։ Խնդրեմ, պատրաստեք և ընդունեք հյուրեր։ Ռուլետ ջեռեփուկ, տավարի աղացած միս 300 գրամ, պանիր պարմեզան 30 գրամ, ձիթայուղ 4 ճաշի գթալ, կարակ 30 գրամ, սխտոր 1-2 պճեղ, սոխ 1 գլուխ, մաղադանոց փոքր փունջ, ձու 2 հատ, աջիկա 3 ճաշի գթալ, լորիկի մածուկ 1 ճաշի գթալ, նուշ 50 գրամ,
բուսայուղ, 4 ռեհան, 1 թեյի գդալ, աղ պղպեղներ, ալյուր 2 բաժակ։ Պատրաստման եղանակը՝ նշի վրա տաք ջուր լցնել, որպեսզի հնարավոր լինի քիչ հետո կլպել։ Թասի մեջ հարել 2 ձուն, ավելացնել կես թեյի գդալ աղ, 100 մլ ջուր, ալյուրը մաղել այս թասի մեջ, կարագի հետ տրորել, յուղոտ փշուր ստանալ, ապա ավելացնել ջրիկ մասը, խմոր հունցել, փաթաթել սննդային թաղանթի մեջ և թողնել այն հանգստանա, մոտ 30 րոպե։ Սխտորն ու մաղադանոսը տախտակի վրա միասին մանր կտրտել։ Թասի մեջ գցել աղացած միսը, վրան քերել սոխը, պարմեզան պանրի կեսը, ավելացնել սխտորի և մաղադանոսի խառնուրդը, աջիկան, լոլիկի մածուկը, համեմել 4 ռեհանով, աղ ու պղպեղներով մի քիչ ձիթայուղ ավելացնել։ Կլպած նուշը հարկավոր է բովել, դրանից հետո հարկավոր է մանրացնել և ավելացնել մսի զանգվածին, միսը լավ հունցել։ Սեղանին ալյուր շաղ տալ, խմորը 3-ից 4 մմ հաստությամբ բացել, վրան հավասար շերտով քսել մսի խճողակը, այնպես որ եզրերը խմորի մնան մի քիչ բաց, ձիգ ռուլետ փաթաթել։ Ջեռոցի տապակը լավ յուղել, այն անպայման պետք է մի քիչ խորություն ունենա։ Ռուլետը կտրել տապակի բարձրության կտորների, կտրվածքը վեր, շարել յուղած տապակի մեջ։ Գոլ ջրի մեջ այնքան աղ անել, որ այն դառնա ուտելու համար հաճելի։ Խառնել, լցնել տապակի մեջ, այնքան, որ հասնի ռուլետների կես բարձրությանը։ Ապա տապակին ալումինաթուղթ քաշել և 200 աստիճան ջերմությամբ ջեռոցում եփել 40 րոպե։ Դրանից հետո ալումինաթուղթը հեռացնել, երեսին շաղ տալ մնացած պանիրը, թողնել այն վարդագույն դառնա, մատուցել անմիջապես։ Այսօր էլ այսքանը եւ հատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգահեռ մեզ հետ պատրաստել, ասեմ հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք։ Պավիդոշ, շերտավոր խմոր, ագարիկոն, սոխ, սպիտակ գինի, կարագ, պանիր, ձու եւ Բարձր, շատ բարձր տրամադրություն, անգամ բարձր, որ նույնիսկ մասի սարը չկարողանա այդ բարձր տրամադրության։ Այդպես ասած։ Վերջ։ Այո։ Իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։